Բարև ձեզ, հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ քաղաքագետ Երվանդ Բոզոյանի հետ, շնորհակալություն հրավերս ընդունելու համար, պարոն Բոզոյան, այսօր զրուցելու ենք ներքին օրակարգերից առավելապես եւ այն ըստ էության պատերազմից, որը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է հայ առաքելական եկեղեցուն, արդեն այսօր առավոտյան նա իր ստատուսների շարքը շարունակեց ու ըստ էության կոչ արեց հանրությանը ֆիզիկական պայքար սկսել կաթողիկոս Գարեգին II դեմ եւ օգտագործել էր իր գրառման մեջ ամենայն հայոց հայրապետի Աշխարհիկ անուն ազգանունը, ասելով, որ նա պետք է ազատի Վեհարանը եւ մեջբերում եմ Նիկոլ Փաշինյանին, կոչ է անում հանրությանը իբրև թե քրիստոնեաբար համախմբվել ու ազատել Վեհարանը։ Սա ինձ հիշեցրեց նրա այն կոչը, որով նա ժողովրդին դուրս բերեց ու ուղղորդեց շրջափակել դատարանները, երբ փորձում էր իրականացնել իր սրտի ՍԴ-ի ստեղծման օպերացիան։ Մի տարբերություն կա, այն ժամանակ ինքը ուներ բավականին մեծ աջակցություն հասարակության կողմից, այսօր այդ աջակցությունը գոյություն չունի եւ ճիշտ հակառակը, այսօր հասարակության ճնշող մեծամասնությունը օր առաջ սպասում է, թե երբ է գալու ժամանակը, որ հեռացնի այսօրվա գործչին։ Ինքը դա շատ լավ հասկանում է, ինքը ունի բավականին հետազոտական բավականին խմբեր, որը ուսումնասիրում է հանրային կարծիքը, ինքը ուսումնասիրել է հանրային կարծիքը, հետո հասկացել է, որ գալիք ընտրությունների համար ինքը չունի այն վարկանիշը, որը կարողանա վերարտադրություն տալ իր համար։ Ինքը տեսնում է Սաակաշվիլիի ճակատագիրը, որ մինչև հիմա բանտում են նստած, բայց Սաակաշվիլին ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, ինքը չի հանձնել տարածքներ, ինքը տարածքները փորձել է վերանվաճել, չի ստացվել։ Այսինքն մինչև Սաակաշվիլի իշխանության գալը Հարավային Օսիան եւ Աբխազիան կորսված էր Վրաստանի կողմից։ Ինքը փորձեց նվաճել, հետ նվաճել Հարավայինի, չստացվեց։ Իդեպ նշեմ, որ իրեն հաջողվեց Աջարյան վերամիավորել Վրաստանին, որը մինչ այդ անջատ հանրապետություններից ներկայացնում։ Ի տարբերություն Սաակաշվիլի, Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հանձնեց Ղարաբաղը, եղած երկրորդ հանրապետությունը, որը կայացած էր, այլ իր պատճառով ավելի քան 4-ից 5,000 մարդ զոհվեց այդ պատերազմի արդյունքում։ Մենք կորցրեցինք հսկայական տարածքներ, հսկայական ունեցվածք, հսկայական զոհեր տվեցին, հարստություն։ Ինքը շատ լավ հասկանում է, որ իշխանության կորցնելուց հետո իրեն ուղղակի դժոխք է սպասվում։ Պատասխանատվության միանշանակ, հա, ինքը դա շատ լավ հասկանում է։ Դրա համար իր համար գերխնդիր է դարձել ամեն գնով իշխանություն պահելը, բայց մյուս կողմից ինքը շատ լավ հասկանում է, որ հասարակության ճնշող մեծամասնությունը պահանջում է իր հեռացումը, եւ ինքը հասկանում է, որ ընտրությունները այն ձևն է, որի միջոցով այն մարդը, որը դուրս չի գալիս փողոց, ինքը քվեարկության միջոցով իրեն փորձելու է հեռացնել։ Պարոն Բոզոյան, այստեղ հարց է առաջանում, ինչ կապ ունի այս ամենի հետ Մայրաթորը, որը քաղաքական կառույց չէ, քաղաքական Վեհապարը իր մրցակիցը չունի, մրցակիցը չէ, եկեղեցին կուսակցություն չէ, բայց ինքը սկսել է հիմնական արշավը կոնկրետ Վեհապարի դեմ։ Որն է դրա պատճառը։ Հիմա ես բացեմ, որ դուք հասկանաք, որտեղ պարզ կլինի, թե ինչ է ինքը ամեն օր կոչանում պայքարել Վեհապարի դեմ։ Բանն այն է, որ ինքը իր խորհրդականները իրեն խորհուրդ են տվել, որ որպեսզի ինքը կարողանա վերարտադրվել, իրեն պետք է, ինչպես որ 21 թվականին ինքը մուրճը վերցրեց եւ ճոճելով մուրճը ասում էր, որ ես գալու եմ նախկիների փողը բերեմ բաժանեմ ժողովրդին, քանի որ այսօր չի աշխատում այդ բանը եւ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, որ Թալանի խաղաթուղթը այլևս չի աշխատում, մարդիկ գերադասում են նախկին իշխանության ներկայացին, այսօրվա ընդ որում Գյումրիում քաղաքապետի տեխնացիոն ուժի ինքը Նիկոլ Փաշինյանի պես սուր հակավարկանիշ չի ունեցել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի հանդեպ ընդգծված տրամադրություն կա հասարակության մեջ, որը չկար Գյումրիի իշխող ներկայացուցի հանդեպ։ Դա նշանակում է, որ ինքը շատ ավելի ծանր վիճակի մեջ է, քան Գյումրիի իր այսպես տեխնացուն։ Շատ լավ հասկանալով ինքը հասկացել է, որ միակ բանը, որ մնացել է, դա նոր խաղաթուղթ գտնելն է, որպեսզի այդ խաղաթուղթով ճոճելով ձեռքը ժողովրդին բացատրելով, որ եթե ինքը չլինի, ապա այսպես բան չի լինի։ Դա կոչվում է խաղաղության թուղթը։ Այսինքն ինքը փորձում է հանդես գալ 26 թվականին հետևյալ բանով. եթե ես չվերարտադրվեմ, ապա կլինի պատերազմ։ Իմ հակառակորդները բոլորը ուզում են պատերազմ, միակ մարդը, որ կարող է խաղաղության բերել, դա ես եմ։ Բայց հասարակությունը չի հավատում իրեն, որպեսզի հասարակությունը իրեն հավատա, ինքը պետք է արևույթ ապացույց լինի։
ինքը փորձում է համոզել Էրդողանին, արևմտյան երկրներին, որպեսզի իրենք ճնշեն Ալիևի վրա, որ Ալիևը համաձայնվի մինչև ընտրությունները, իրեն նվիրի այդ թուղթը։ Այսինքն մինչև ընտրությունները Ալիևը համաձայնվի Անկարայում կամ, չգիտեմ, Բրյուսելում կամ Փարիզում իր հետ խաղաղության պայմանագիր ստորագրի, որպեսզի այդ խաղաղության պայմանագրի թուղթը ձեռքը վերցնելով ինքը տնետուն գնա, գյուղ գնա Հայաստանով, ասի որ Ժորժ ջան, ես ձեզ բերել եմ խաղաղություն Ալիևից։ Եթե դուք հիմա իմ հետ չհամաձայնվեք, վաղը կլինի պատերազմ, Ալիևը կասի, քանի որ տեսեք դուք մերժեցիք իմ թուղթը, ուրեմն ես կգամ պատերազմով։ Հիմա սրա հետ Գարեգին երկրորդի կուսակրոնության հարցը ինչ կապ ունի։ Հիմա շարունակեմ։ Հիմա Ալիևը հասկանալով այդ ամենը, տեսնելով որ ինքը կախված, Փաշինյանը կախված է իրենից, որտեղ Փաշինյանը պատ է տալիս, որտեղ չի կարողանում վերարտադրվել, ինքը զգալով այդ իրավիճակը փորձում է Փաշինյանից նոր զիջումներ պահանջել։ Այսինքն ասում է, թե դու փաստացի թույլ կարգավիճակ ունես, վախեցած ես քո ժողովրդից, ուրեմն դու պետք է ավելի շատ զիջումներ տաս, որպեսզի ես այդ թուղթը քեզ նվիրեմ։ Հասկանում եք։ Հիմա ո՞րն է այդ զիջումները։ Երկու զիջում է ինքը առաջ բերում։ Դա Զանգեզուրի միջանցքն է եւ 300,000 ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Ես ասեմ ձեզ, որ Փաշինյանը համաձայնվել է դրա հետ, բայց հայտարարել է, որ ես հրապարակավ չեմ կարող դա հայտարարել։ Ալիևը ասում է, քանի որ դեռ հրապարակավ չես կարող հայտարարել, դու պետք է ապացուցես, որ դու ինչ չես խաբում։ Շատ պարզ խնդիր է։ Հիմա ինչ է կատարվում։ Ալիևը մայիսի վերջին ուղերձով դիմում է Անկարայում անցկացվող կոնֆերանսին, որտեղ ասում է, որ առանց 300,000 ադրբեջանցի վերադարձի Հայաստան խաղաղություն չի լինելու։ Եվ ինքը զգուշացնում է Փաշինյանին, որ Փաշինյանը պետք է չարձագանքի դրան։ Փաշինյանը պետք է արձագանքի դրական իմաստով։ Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում է, որ պահին, որ խաղաղության համաձայնագիրը ստորագրեն, բնականաբար ադրբեջանցիները կվերադառնան իրենց գյուղերը Հայաստան եւ խաղաղ կապրեն, ինչպես որ Վրաստանում են ապրում եւ հաշտ ու խաղաղ առևտուր կանեն հայերի հետ եւ այլն եւ այլն։ Այսինքն Փաշինյանը արձագանքում է Ալիևին, որ տես ես քո պահանջը կատարեցի։ Որից հետո արդեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Փաշազադեն հայտարարում է, որ ինքը ստեղծում է արևմտյան Ադրբեջանի հոգևոր խորհուրդ։ Այդ Ադրբեջանի հոգևոր խորհուրդը ինչ է ստեղծում, որպեսզի կարողանա սպասարկել այն ադրբեջանցիների հոգևոր այսպես պահանջները, որոնք պետք է վերադառնան Հայաստան։ Եվ հայտարարում է, որ Էջմիածինը եւ դրանք անօրինական արդեն կառույցներ են, որ դրանք հիմնված են ադրբեջանական հողերի վրա։ Այո, այդ հավակնությունները։ Տեսեք ինչ է կատարվում։ Իրենք չեն ասում, որ մենք ստեղծում ենք արևմտյան Ադրբեջան։ Իրենք հայտարարում են, մենք ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան։ Ցանկացած մարդ նորմալ, ասենք, եթե դատողությունի հասկանում է, որ եթե նույնիսկ 100 ադրբեջանցի վերադառնա Հայաստան, այդ 100 ադրբեջանցուց եթե քթից արուն թափվի, արդեն դա հիմք կլինի, որ Թուրքիան եւ Ադրբեջանը արդեն իրենց բանակներով մտնեն Հայաստան, այսինքն դա պարզ է։ Դա ծուղակ է։ Ծուղակ է, միանշանակ դա բոլորը հասկանում են, չհասկացող մարդ չկա։ Մարդ չի հասկանա, երբ որ մարդը կները կենթանու շատ չտարբերվի։ Բայց ես կարծում եմ, որ այդպիսի մարդ Հայաստանում այլևս չի մնացել։ Բայց հաշվելով այդ հանգամանքը, որ Փաշինյանը չի կարող հրապարակավ դա խոստովանել, դա գաղտնի է համաձայնել Ալիևի հետ։ Դա ես ոչ թե վերլուծություն եմ ասում, ես ինֆորմացիա եմ ասում, թե այդ ինֆորմացիան ինչի հիման վրա, այդ հարցը փորձենք այդ փակագծերը փակ պահենք։ Հիմա անցնենք առաջ։ Հիմա փաստացի, երբ որ Փաշազադեն հայտարարում է նման բան, նույն ժամանակում մայիսի 28-ին Բեռնում անցկացնում է կոնֆերանս Ստեյցյան համաշխարհային եկեղեցիների խորհրդի հովանու ներքո, որտեղ հայ առաքելական եկեղեցին ներկայացնում է այն իրավիճակը, որ կա Արցախում եւ Ադրբեջանի տարածքներում հայկական եկեղեցիների հետ կապված։ Բնականաբար դա դուր չի գալիս Ալիևին եւ Փաշազադեին, իրենք դատապարտում են եկեղեցու հայ առաքելական եկեղեցու այդ պահվածքը եւ առաջարկում են Փաշինյանին եւս, այսպես ասած, ապացուցել, որ ինքը համաձայն է այն պայմաններին, որոնք իրենք նախապես արդեն Կոֆեի շուրջ պայմանավորվել էին։ Դա լինի դա Ալբանիայում, թե որտեղ։ Այսինքն այդ պայմանությունը ես հստակ եմ ասում կա, հստակ։ Բայց այդ հստակ պայմանությունը գաղտնի է պահում Փաշինյանի կողմից, որպեսզի հանրությունը չիմանա դրա մասին, որտեղ եթե հանրությունը իմանա, բնականաբար ինքը ոչ կարողանա վերարտադրել ոչ բան։ Բայց դրա համար, որպեսզի ըստ էության Ալիևը ասի, որ որպեսզի Փաշինյանը իրեն չկարողանա խաբել, ինքը պետք է ապացուցի։
Եվ որպես առաջին ապոց ասում եմ, որ դու պետք է ամեն ինչ անես, որ հայ առաքելական եկեղեցու նախ կարգավիճակը փոխես, երկրորդ էլ վեհապարին հեռացնես։ Դա մեր պայմանն է, եթե դու դա չես անում, դա նշանակում է, որ բոլոր քո խոստումները կեղծ են եղել։ Դա նշանակում է, որ դու ուզում ես այդ թուղթը, որպեսզի վերարտադրվես, հետո շարունակես մեզ խաբել։ Այ հենց դրա պատճառով Նիկոլ Փաշինյանը, որպեսզի բավարարի Ալիևի պահանջները, ինքը որպեսզի ապացուցի, որ ինքը անկեղծ է, ինքը մտադրություն ունի կազմաքանդելու առաքելական եկեղեցին եւ որպես պատրվակ վերցել է վեհապարի, այսպես ասած, անձի խնդիրը։ Սա ամենակենտրոնական խնդիրն է, ուրիշ խնդիր։ Այսինքն կատարվում է արտաքին պատվեր։ Կոնկրետ Ադրբեջանի Իլհամ Ալիևի պատվերը արտաքին դուք վերացական եք ձևակ կոնկրետ Իլհամ Ալիևի պատվերը որպեսզի դրա դիմաց Ալիևը համաձայնվի այդ թուղթը ստորագրի, բայց բացի դրանից նաև կա երկրորդ պահանջը, դա Զանգեզուրի միջանցքն է, որը նույնպես երկրորդ խնդիրն է, որը ըստ էության առանց դրա Ալիևը հայտարարում է, որ ես չեմ այդ նվերձը քեզ չեմ տա, բայց ես իրականությունն ասեմ, մեր անալիզները ցույց են տալիս, որ նույնիսկ այդ թղթով Փաշինյանը որևէ շանս չունի վերարտադրվելու։ Բայց մի կողմ թողնենք, իր համար ինքը իր մեջ համոզել է իր ներշրջապատին, որ առանց այդ թղթի իրենք սաղ կկոտորվեն, այսինքն իրենք առանց դրան չեն։ Հիմա իսկ մեր լայն շրջապատին մեծ իրենք համոզել է, որ այս եկեղեցու դեմ արշավը դրա համար է, քանի որ եկեղեցին Ռուսաստանի կողմից հրահարվում է, ինքը փորձել է իբր թե աջակցել է ընդդիմությանը, որպեսզի մենք կարողանանք կանխենք ընդդիմության հաղթանակը գալիք ընտրությունների ժամանակ։ Այսինքն ինքը լայն շրջապատին խաբում է, որ այդ արշավը իբր դրա համար է, նեղ շրջապատին ավելի անկեղծ է ասում, որ հարգելի Ժողովուրդ ջան, որպեսզի մենք կարողանանք փրկվենք, մենք պետք է Հայաստանի դուռը բացենք ադրբեջանցիների համար։ Սա է խնդիրը։ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառումը ըստ էության ներքին երկպառակություններ, ներքին տարանջատումներ, ինչու ոչ նաև Աստված մի արածել ներքին բախումներ հրահրելու կոչեր, նա ուղակի իրեն հավատացողներին, եթե մնացել է այդ շերտը, կոչ է անում գրոհել վեհարանը, այնպես ինչպես մենք դա տեսանք 18 թվականի այդ Թավշյա հեղափոխություն, իսկ իրականում իշխանազավթում կոչված գործընթացից հետո այն ժամանակ չհաջողվեց, հիմա կարծես դրա երկրորդ ռաունդն ենք տեսնելու։ Տեսեք, ինքը ուրիշ տարբերակ չունի։ Ինքը շատ լավ հասկանում է, որ եթե ինքը չկատարի Ալիևի այս պահանջը, ինքը չի ստանա այդ թուղթը։ Եթե չստանա այդ թուղթը, ինքը 100%-ով չի վերարտադրվելու, ինքը կկորցնի ոչ բան, իշխանությունը կկորցնի նաև իր ազատությունը։ Դրա համար իր համար կյանքի եւ մահի խնդիր է ամեն գնով լուծել Ալիևի այդ պահանջը։ Այդ խնդիրը սա է։ Այսինքն այստեղ ուրիշ բան իմաստ չունի ման գալ։ Հիմա իր համար ինքը սցենարները այս կոչից հետո ինչպեսին կարող են լինել։ Տեսեք, ինքը մինչև վերջ գնալու է եւ ես կարծում եմ, որ առաջանալու է այնպիսի իրավիճակ, որ դա փորձակար է լինել նաև ամբողջ Հայաստանի հասարակության եւ քաղաքական դաշտի համար։ Եվ ես կարծում եմ, որ այնուամենայնիվ քաղաքական դաշտը զարթնելու է, որտեղ քնած է այսօր այդ քաղաքական դաշտը, միանշանակ քնած է եւ այդ հույսը ունի Նիկոլ Փաշինյանը եւ կողքի երկրները, որ այս քնած քաղաքական դաշտի պայմաններում իրենք կարողանան հանդարտ խաղաղ ճանապարհով կազմակերպել Հայաստանի պետականությունը, հետո այս ժողովրդին ստեղից վտարել, ինչպես որ վտարեցին արցախցիներին։ Բայց ես կարծում եմ, որ դա չի հաջողվելու, որտեղ մի շարք օբյեկտիվ պատճառներով։ Նախ եւ առաջ այնպես չի, որ Հայաստանի լուծարումը ստեյության անխոչնդոտ է լինելու հարևան գերտերությունների համար, կոնկրետ Ռուսաստանի եւ Պարսկաստանի համար, դա ազգային անվտանգության սպառնալիք է։ Եվ իրենք դա շատ լավ հասկանում են, շատ լավ հասկանում են եւ Ալիևի մտադրությունները, շատ լավ հասկանում են եւ Փաշինյանի իրավիճակը, իրենք հասկանալով այս ամենը փորձում են այս խնդիրները լուծեն իրենց ձևերով, թե ինչպես դա արդեն առանձին խնդիր է, որ առանձին քննարկման հարց է։ Բայց ես համոզված եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը խորացնի այդ process-ը, ես նաև նույն քպականներին եմ ուզում դիմեմ ասեմ, հա, որ եթե դա խորացնի դա բումերանգի էֆեկտն է, հակառակ ռեակցիան է ստանալու, Հայաստանում առաջանալու է նոր շարժում, արդեն ավելի լուրջ շարժում, հակազդելու, հեռացնելու Նիկոլ Փաշինյանին իշխանության։ Տեսեք, այդտեղ արդեն բարոյական խնդիր կա։ Եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ինքը առաքելական եկեղեցու այսպես իբրև հետևորդ է, այսինքն միաբանության անդամ է, որպես միաբանության անդամ ինքը ըստ էության իր զուգընկերի հետ պետք է ունենար ամուսնություն, եկեղեցական ամուսնություն։ Ինքը նույնիսկ քաղաքացիական ԶԱԳՍ-ով չի ամուսնացած, չէ՞։ Եթե ինքը հետևորդ է եւ ըստ էության
զաքսով ամուսացած չէ, դա նշանակում է այդ կինը կին չէ, այսինքն ինքը ոչ թե ամուսիններ են, այլ զուգընկերներ են։ Ինքը ինչը հակասում է առաքելական եկեղեցու կանոններին եւ ընդհանուր խորհրդի եւ արժի համակարգին։ Եվ դա նշանակում է, որ եկեղեցին կարող է իրեն անաֆեմայի ենթարկել, որպես մարդ, որը պայքարում է եկեղեցու դեմ, եւ կոչ անել աշխարհիկ համակարգի ներկայացուցիչներին, կոնկրետ փաստաբաններին, քննել այդ մարդու օրինականության խնդիրը, որտեղ այդ մարդը 7 տարի պետության հաշվին պահել է իր զուգընկերոջը, որը իր ամուսինը չի։ Բայց պետությունը ծախսել է մի մարդուն ռեսուրսներ, որը ըստ էության պետք է չլիներ նման, որտեղ ինքը պաշտոնապես եկեղեցով ամուսնացած չէ, եթե ինքը հայտարարում է, որ ինքը հետևորդ է։ Եթե ինքը առաքելական եկեղեցու հետևորդ չէ, դա նորմալ է, այսինքն մենք իրանք չունենք խառնվել իր անձնական կյանքի մեջ։ Բայց քաղաքացիական նաև նույնիսկ եթե տեսեք, մենք 21-րդ դարում ենք ապրում։ Եվ ես կարծում եմ, որ մարդիկ սովորաբար մարդու իրանքների հարգման տեսակետից մեկը մյուսի անձնական կյանքի մեջ պետք է չխառնվի։ Բայց եթե մարդը պաշտոնապես հայտարարում է, որ ինքը հետևորդ է, եւ ինքը նույնիսկ հայտ է ներկայացնում, որպեսզի վեհապարի դեմ ինչ-որ բաներ գնա եւ եկեղեցու դեմ արշավ սկսի, ապա բնականաբար բումերանգ էֆեկտով մենք բոլորս Պանդորայի արկև մենք բոլորս իրավունք ունենք արդեն դնել իր օրինականության խնդիրը, որտեղ ինքը 7 տարի փաստորեն պահել է պետության հաշվին իր զուգընկերոջը, ինքը ինչը այդ իրավունքը չի ունեցել, որպես հետևորդ, քանի որ ինքը դա հայտարարում է, եւ որի արդյունքում կարելի է սկսել համաժողովրդական շարժում իրեն հեռացնելու համար։ Այսա կենտրոնական խնդիր է, որը ես կարծում եմ, որ մեր քաղաքական դաշտում պետք է քննվի, լուրջ քննվի եւ եկեղեցու հետ համատեղ որոշում կայացվի եւ այս անգամ այդ շարժումը պետք է լինի արդեն լուրջ, իր մեջ պետք է ընդգրկի արդեն շատ խնդիրներ եւ որի գլխավոր նպատակը պետք է հեռացնել այս իշխանությանը։ Սա գլխավոր խնդիրը։ Պարոն Բոզյան, նաեւ Փաշինյանը կենտրոնացել է Գարեգին II անձի վրա, կենտրոնացել է կուսակրոնության ինստիտուտի երևույթի վրա ու փորձում է դրանով ինչ որ process գեներացնել, փորձում է դրանով հասնել վեհապարի փոփոխության ու ըստ ամենայնի հավանաբար իրեն ենթակա, իրեն հլու հնազանդ կաթողիկոս է պատկերացնում, իդեպ նաև փորձագետները չեն բացառում, որ նա մտադիր կարող է լինել գնալ օրինակ անգլիկանական եկեղեցու ճանապարհով եւ ինքն իրեն հռչակել եկեղեցու։ Գիտեք, ես մի բան ասեմ, դու ֆանտազիայի ժանր է իհարկե Մարիաննա, բայց ես մի բան էլ ասեմ, որ այն մարդիկ, ովքեր որ մեզ մա լսում են բարոյականության մասին մտածելուց, հա, նախ եւ առաջ մարդը, ով իրեն համարում է հետևորդ առաքելական եկեղեցու եւ ամուսնացած չէ եկեղեցով, այդ մարդը բարոյական իրավունք ունի ընդհանրապես խոսել եկեղեցու խնդիրների վերաբերյալ, որտեղ եկեղեցու խնդիրները դա վերաբերում եկեղեցու կանոնակարգին եւ եկեղեցու խնդիրները պետք է եկեղեցու ներսում լուծվեն։ Այսինքն այսօր Հայաստանում կրոնական եւ աշխարհիկ եւ կրոնական իշխանությունները պետք է տարանջատացնեն, որտեղ սահմանադրությամբ այդպես է։ Եթե դու խախտում ես, դա կլինի սահմանադրության խախտում։ Դա շատ կարեւոր հարց է։ Հետո ինչ վերաբերում է կուսակրոնության մասին, ապա այստեղ բարոյականության կամ ոչ բարոյականության ոչ մի խնդիր չկա։ Այդ ասեմ, որ մեր առաջի կաթողիկոսը Գրիգոր Լուսավորիչը ամուսնացած է եղել, ունեցել է 2 տղա, հետագայում այդ 2 տղաները հետագայում դառել են կաթողիկոսներ, ավելին կարող ասեմ, հետո իրենց թոռներն են դառել կաթողիկոսներ, ասեմ, որ Ներսես մեծը, մեր ամենահայտնի կաթողիկոսներից մեծը, նույնպես Գրիգոր Լուսավորիչի ժառանգներից մեկն է եղել։ Այսինքն, այսպես ասած, կուսակրոնությունը եւ ընդհանրապես այդ չամուսնանալը առաջ է եկել մոտավորապես 5-րդ, 6-րդ դարում զուտ այն բանի պատճառով, որ առաջացել է սեփականության խնդիր, իրավական խնդիրներ, որպեսզի իրավական խնդիրների հետ կապված ժառանգականության գործոնը չաշխատի, որոշում է կայացվել ներքին, որոշում է կայացվել, որ կաթողիկոսը պետք է չամուսնանա, որպեսզի ժառանգության խնդիր չառաջանա։ Սա շատ կարևոր խնդիր է եկեղեցական գույքի հետ կապված։ Հիմա քանի որ դրանից հետո ոչ մի խնդրեմ չի ունեցել, ոչ մեկ, ոչ որևէ կաթողիկոսի անձնական կյանքի մեջ չի խառնվել, որտեվ ի վերջո բնություն է, կինը, տղամարդիկ բան բոլորը բան են, բայց պաշտոնական տեսակետից, քանի որ դա ընդունվել է, որ դա պետք է չլինի, զուտ իրավական տեսակետից ոչ մեկ եկեղեցու անձնական կյանքի մեջ չի խառնվել։ Դա վերաբերում է ոչ միայն հայ առաքելական եկեղեցուն, դա վերաբերում է նաև կաթոլիկ եկեղեցուն, դա վերաբերում է ուղղափառ եկեղեցուն, բողոքական եկեղեցիների։ Միակ բանը, որը
ամբողջ աշխարհում մեր վրդովում ենք առաջացնում դա այն է, եթե առաջ է գալի մանկապղտության խնդիր։ Դա էլ են, չէ՞, ասում առանց ապացույցների ու անուններ Եթե կա մանկապղտության խնդիր, դա արդեն այլ թեմա է։ Բայց ես նույնպես եմ կրկնում, մարդը, ով իր զուգընկերը իր հետ նույնիսկ քաղաքացիական ամուսնություն չունի, ել չասեմ եկեղեցական, եւ ինքը ըստ էության հայտ է ներկայացնում եկեղեցական խնդիրներ քննարկելու, ապա սկսի իրենից ոչ թե պետք է սկսի, հասարակությունը պետք է սկսի իրենից արդեն։ Եթե հասարակությունը իր մեջ ձևակերպում է, որ այս մարդը եկեղեցու հետևորդ է, ինքն է հայտարարում նման բան, չէ՞։ Դա նշանակում է, որ այս մարդը անօրինակ է, իր զուգընկերոջը պահել է պետության հաշվին 7 տարի 7 տարի ծախսել է, այսպես ասած, մենք բոլորս հարկ ենք տալիս, գործարանները հարկ են տալիս, հարկ են տվել իր զուգընկերոջ համար, որ ինքն էլ ինչ-որ արշավներ անցկացնի։ Իդեպ ասեմ, որ վարչապետի աշխատակազմի տարեկան ծախսերը կազմում են մոտարապես 62-63 միլիոն դոլար տարեկան, ընդ որում այդ ծախսերը փակ են, այդ ծախսերի վերաբերյալ որևէ հաշվետվություն հանրության առաջ չի լինում։ Եվ ավելին կարող եմ ասել, որ աշխատակազմի ղեկավարը պաշտոնապես հաստատեց, որ իր զուգընկերոջ բոլոր արշավները գնում են աշխատակազմի հաշվին։ Այսինքն փաստացի ստացվում է հետևյալը, որ այն ինչ որ ինքը մեղադրանք է փորձում ներկայացնել վեհապարին, ավելի վտանգավոր մեղադրանք իրեն կարելի է ներկայացնել, եթե քաղաքական մեր աշխարհի քաղաքական դասը որոշում կայացնի, այսպես ասած, քննարկել այդ թեման, ապա ես կարծում եմ, որ շատ լուրջ հետաքրքիր արդյունքների կարելի է հասնել եւ կարելի է սկսել շարժում իրեն հեռացնելու իշխանությունից զուտ այդ գործոնի պատճառով։ Պարոն Բոզոյան, եւ արդեն արձագանքներ կան Փաշինյանի վերջին գրառման վերաբերյալ, օրինակ Ասողիկ Քահանա Կարապետյանի դիտարկմամբ տեղի է ունենում պետական ահաբեկչության ըստ էության ծրագրավորում եւ նա կոչ է անում համապատասխան մարմիններին աչալուրջ լինել եւ դիմել նաեւ համապատասխան քայլերի։ Մյուս կողմից խոսեցինք արդեն մեղադրանքների մասին, որոնք հնչեցրել է Նիկոլ Փաշինյանի զուգընկեր Աննա Հակոբյանը մանկապղծության վերաբերյալ չտալով անուններ, չնշելով փաստեր, այստեղ էլ իրավապահ համակարգը ըստ էության անգործության է մատնված, որովհետև կամ պիտի հարուցվեր քրեական գործ դեպքի առիթով կամ սուտ մատնության մեղադրանքով։ Տեսեք, քանի որ մեր մոտ բոլորս էլ գիտենք, որ դա իրավական համակարգը լիարժեք չի աշխատում։ Չի աշխատում այն իմաստով, ինչքան որ մենք ենք պատկերացնում, որ պետք է աշխատել, դա օբյեկտիվ հասկանալի պատճառով է։ Ես կարծում եմ, որ քաղաքական դասը Հայաստանի, այն ինչ որ մնացել է այդ դասից, տարբեր շրջանակներ, տարբեր կենտրոններ, տարբեր քաղաքական ուժեր պետք է կոնսոլիդացվեն, համախմբվեն այս խնդրի շուրջ, որտեղ սա ոչ միայն եկեղեցու պաշտպանության խնդիրն է, սա Հայաստանի պաշտպանության խնդիրն է, դա չի դրած վեհապարի խնդիր, չի դրած եկեղեցու խնդիր, դա դրած է Ալիևի պահանջը մերժելու խնդիր։ Ալիևը տեսնելով, որ Հայաստանում չկա դիմադրություն, այս մարդուց պահանջում է փուլային լուծարել պետականությունը։ Այսինքն ինքը դա է պահանջում։ Այս քաղաքական դաշտը պետք է վերջապես զարթնի այս ամեն ինչից եւ ինքը պետք է կարողանա ստեյցիան կոնսոլիդացնել եւ եկեղեցու, այսպես ասած, քողի տակ սկսել նոր իսկապես համազգային շարժում, որպեսզի կանխի Հայաստանի պետականությունը։ Այս է պետականության փլուզումը։ Դա կենտրոնական խնդիրն է, որը ես կարծում եմ, որ պետք է լուծվի այդ հարցը եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ մինչեւ ընտրությունները ինքը փորձում է ըստ էության փոխել մթնոլորտը երկրում, որպեսզի կարողանա լուծել, նույնպես պետք է քաղաքական դաշտը մինչև ընտրությունները պետք է այնպիսի մթնոլորտ փոխի, որպեսզի արդեն բոլորի համար պարզ դառնա, որ այդ ընտրությունները պարզապես լինելու են ուղղակի միջոց իրեն հեռացնելու համար։ Արձանագրում փաստ։ Այո։ Պարոն Բոզոյան, եւ Նիկոլ Փաշինյանի քայլերից ու առհասարակ այդ իշխանության քայլերից, եթե վերջին շրջանում վերլուծենք նրանց մոտեցումները, հայտարարությունները, կարծես տպավորություն է ստեղծվում, որ նրանք ուզում են հանրային մթնոլորտը ել ավելի բորբոքել, այն սև սպիտակը ել ավելի հաստ գծով քաշել, հա, ուզում են նոր ատելության թիրախներ ստեղծել։ Սա հղի չէ ներքին հնարավոր ռիսկային process-ներով ու արդյոք Փաշինյանի նպատակը նաև հենց դա է։ Տեսեք, ես ասացի ինչ որ բախումների։ Ես սկզբից նշեցի, որ իր գլխավոր նպատակը
դա բավարարել Ալիևի պահանջը, թե Ալիևի պահանջը ինչպես կբավարարվի, բախումներով, հանդարտ ճանապարհով իրեն չի տակշում։ Ինքը կյանքի նպատակը չունի, որ բախում լինի։ Իր կյանքի նպատակը որ բավարարվի Ալիևի պահանջը, որ օր առաջ մինչև ընտրությունները Ալիևից կարողանա ստանալ թուղթը։ Պետք է մենք հստակ հասկանանք, պետք է մենք ոչ թե ինֆորմացիոն աղմուկ սարքենք, տարբեր վերսիաներ բերենք, այլ կոնկրետ առարկայական հասկանանք կոնկրետ պատճառահետևանքային կապը եւ քայլերը։ Այս մարդու նպատակը չի որ կազմակերպել կա ինքը ասում է եթե պետք լինի Հայաստանը քանդենք պետք է եւ ապարին հեռացնենք որովհետեւ դա է պահանջում Ալիևը։ Ալիևը պահանջում է որպես ապացույց որ ինքը անկեղծ է ադրբեջանցիների վերադարձի համար։ Այսինքն մեր ժողովուրդը ուզում է որ ադրբեջանցիները վերադառնան Հայաստան։ Եթե ադրբեջանցիները վերադառնան Հայաստան դա նշանակում է ուղիղ սպառնալիքի տակ են հայտնելու արդեն Թուրքիայի կողմից, որովհետեւ Թուրքիան արդեն որպես հումանիտար քայլ ցանկացած պահի կարող է ասել որ քանի որ այս ադրբեջանական գյուղում կա մարդու իրանքների կոպիտ խախտում, ես իմ զորքը կմտցնեմ։ Ինչպես որ ինքը զորքը մտցել է Սիրիա, ինչպես զորքը մտցել է Իրաք, եւ դա Կիպրոս, եւ դա տրամաբանական է։ Այսինքն մենք ուզում ենք որ Հայաստանը փուլային ձևով կազմակերպվի։ Անկախ նրանից քաղաքացին դուր է գալիս վեհապարը դուր չի գալիս, կամ դուր է գալիս Փաշինյանը դուր չի գալիս, կամ դուր է գալիս նախկինը թե դուր չի գալիս, ես կարծում եմ որ մարդկային հանրությունը որ ապրում է Հայաստանում, անկախ իրենց ազգությունից, անկախ իրենց հայացքներից, իրենք պետք է հասկանան, որ իրենց գոյության խնդիրն է դրած Հայաստանում։ Դա արդեն քաղաքական խնդիր չի, դա ազգային փրկության խնդիր է։ Իրենց փրկության խնդիրն է։ Իրենց երեխաների ապագայի խնդիրն է, իրենց տների խնդիրն է, որոնք կարող են զրկվեն, եթե իրենք հիմա չզարթնեն։ Այս է ամենակարևորը, որ պետք է բոլորս հասկանանք։ Այստեղ արդեն մնացած բոլոր խնդիրները երկրորդական են դառնում, քանի որ կա իսկապես վտանգ։ Այսպիսի վտանգ լինում է շատ 100 տարի մեկ ամեն մի երկրի համար։ Հիմա մենք այդպիսի 100 տարի առաջ կանգնած ենք։ Մենք լուրջ վտանգի առաջ ենք կանգնած, որովհետև Փաշինյանը հայտնվել է թակարդում, ինքը հայտնվել է Ալիևի թակարդում, Ալիևը տեսնելով իր վիճակը, իրենից փորձելու է կորզել անընդհատ զիջումներ, մինչև որ կարողանա մաքսիմում ստանա, իսկ մաքսիմումը նա արդեն Փաշազադեն պաշտոնապես հայտարարել, որ իրենք չեն համակերպվելու նույնիսկ այն պարագայում, երբ որ Հայաստանից մնա մի հատ հայկական Վատիկան իր բնորոշմամբ, Էջմիածինի կենտրոնը, որտեղ ինքը հայտարարում է մենք մի անգամ տենց խալվեցինք, համաձայնվեցինք տենց բանի, հետո պարզվեց որ հայերը ուզում են շատ, այս ժողովրդին չի կարելի թույլ տալ որ ինքը նույնիսկ 5000 քառակուսի կիլոմետր տարածք ունենա։ Այսինքն դա նշանակում է որ Փաշինյանի եւ Ալիևի այն կոֆեի շուրջ բանակցությունների մեջ քննարկվել է այդ խնդիրները։ Դուք հասկացեք սա դա քաղաքական հայացքի խնդիր չի, քաղաքական տեսակետ չի, քաղաքական հակասության խնդիր չի, սա այս մեր բնակչության, մեր ժողովրդի, դա երևանցիների, սևանցիների, զանգեզուրցիների, չգիտեմ, սյունեցիների, որ ամբողջ Հայաստանի հայերի, եզդիների, քրդերի, ռուսների, բոլորի գոյատևման հարցն է։ Սա է ամենակարևորը մենք բոլորս պետք է հասկանանք։ Եվ այս քաղաքական դաշտին պետք է բոլորս համատեղ արթնացնենք, որ իրանք քնած են։ Արթնացնենք, ասենք, գիտեք ինչ, որպես առիթ պետք է գնաք Էջմիածինը փորձեք պաշտպանել, այդ պաշտպանելու խորհուրդ ստեղծեք յուրօրինակ։ Այդ խորհրդով սկսեք արդեն ամբողջ Հայաստանում մեկ մարդկանց զարթնացնել։ Ձեր վերջին մտքին շարունակություն կամ դրանից բխող հարց իմպիչմենտի գործընթացի կարծես թե մեկնարկ է նշмарվում, որովհետև պատիվ ունեմ առաջադրել է իր տեխնացուին Դավիթ Համբարձումյանը, Մասիսի քաղաքապետ, Հայաստան դաշինքը հայտարարել է, որ պակասող 28 ստորագրությունները կապահովի եւ այդ իմպիչմենտի գործընթացի նախաձեռնողները ենթադրվում է, որ կկարողանան առնվազն մեկնարկել գործընթացը։ Արդյոք սա կարող է լինել ձեր նշած process-ների սկիզբը։ Ես կարծում եմ, որ ոչ, հիմա փորձեմ բացատրել թե ինչու։ Նույնիսկ կարող եմ ասեմ, որ այդ impeachment-ը կարող է խանգարել այդ process-ին։ Տեսեք, ընդհանուր առմամբ մենք բոլորս ուզում ենք, որ այս իշխանությունը հեռացնենք, որտեղ այս իշխանությունը ըստ էության ազգային անվտանգության լրջագույն սպառնալիք իրենից ներկայացնում, չէ՞։ Բայց impeachment-ի համար պետք է 54 ձայն, որի համար դա հնարավոր կլինի հեռացնել։ 36-ին գումարած 10, հիշեք այդ պատմությունը։ Այսինքն ընդդիմությունը ունի 28 Հայաստան դաշինքի ձայները գումարած 6 ձայն, պատիվ ունեմից 34, երկու ձայները որ հավաքեն կարող են արդեն դնել impeachment-ի գործընթացը, բայց որպեսզի impeachment-ը ստացվի, պետք է նաև եւս 18 ձայն ԿՊ-ից ստանան։ Առնվազն։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում նույնիսկ դպրոցականների մեջ, եթե մենք հարցում անենք, կարծում եմ որ չի լինի
թեկուզ 3 կամ 4% մարդ, որը կհավատա, որ 18% պատգամավոր ԿՊԱ-ները կարող են միանգամից մտկափոխվեն եւ impeachment հայտարարեն Փաշինյանին։ Ինչու՞։ Որտեղ բոլորը մենք որ անդադ ասում ենք, որ նրանք ուսապարկեր են, իրանք Նիկոլ Փաշինյանի վերահսկողության տակ են խիստ ձևով։ Հիմա տեսեք, եթե դիցուկ ասենք այդ երկու հոգին էլ կարողան անդիմությունը գտնի եւ impeachment-ի գործընթացը սկսվի եւ տապալվի, որը 99%-ով տապալվելու է, դա մի տոկոսը հանենք չէ, դա կնշանակի որ 6 ամիս այլևս դու չես կարող impeachment-ի գործընթաց սկսել։ Այդ 6 ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարող է արդեն այդ համաձայնագիրը ստորագրել բանի հետ Ալիևի եւ դու չես կարող ունենալ որևէ իրավական միջոց իրեն հեռացնել, որտեղ դու արդեն impeachment-ը տապալել ես եւ 6 ամսվա ընթացքում 6 ամսվա ընթացքում ԿՊԱ-կանների մասով ինչ պիտի Հիմա տեսեք, որպեսզի impeachment-ը տեսականորեն հնարավոր լինի կյանքի կոչել, նախ եւ առաջ պետք է սկսել փողոցային լայն շարժում։ Ամբողջ համաժողովրդական շարժում պետք է լինի, փողոցներում պետք է հեղեղված լինի տասնյակ հազարավոր մարդիկ, բայց դա էլ է քիչ։ Տեսեք, Բագրատ Սրբազանի շարժման ժամանակ մոտարապես 50-ից 60,000 մարդ էր հավաքվել ամբողջ հանրապետության հրապարակում, բայց impeachment-ը փորձեցին չստացվեց, չէ՞։ Հաշվեցին, տեսան, չի ստացվում։ Ինչու՞։ Որտեղ impeachment-ի համար 50-60,000 մարդը անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է։ Որպեսզի դա ամբողջական բավարար լինի արդեն, պետք է որ պետական համակարգը դու կարողանաս տրոհես, ուժային կառույցները անցնեն քո ժողովրդի կողմը։ Այն ժամանակ, երբ որ ուժային կառույցները անցնեն արդեն ժողովրդի կողմը, դատախազությունը բան, երբ որ արդեն ԿՊԱ-կանները տեսնեն, որ արդեն անվտանգ կլինի արդեն Նիկոլ Փաշինյանի դեմ, իրենք արդեն այդ ժամանակ հնարավոր կլինի իրենց կողմնորոշել, որտեղ ԿՊԱ-կանը վախենում է ուժային կառույցից, որտեղ եթե ինքը հանգարց քվեարկի ուժային կառույցից կստանա նրանց պատիժ, միանշանակ այն հովիկ աղազարանը դա երազանք կլինի իրենց համար։ Պարզ է, այսինքն մինչև դու չստեղծես համաժողովրդական ալիք, մթնոլորտ, մինչև դու չտրոհես ուժային կառույցները, դու չես կարող կյանքի տեսեք 98 ավարտեմ կներեք։ Տեսեք, impeachment-ը մի անգամ է եղել 98 թվականին, երբ որ այն ժամանակ ուժային կառույցները միասնական բռունցք դարձան եւ դրա արդյունքում կարողացան Պարլամենտում նախ գնաց իշխանափոխություն, այսինքն ՀՀՇ-ի հանրապետություն բլոկից դուրս եկան դարան երկրապահ, երբ որ քանակը արդեն շատ եղավ, նոր այդ ժամանակ արդեն այն ժամանակվա նախագահն ինքնական հրաժարական դնաց։ Այսինքն այդ ժամանակը ուրիշ ձևի impeachment չի լինում, դա կյանքում չի ստացվում։ Սա շատ կարևոր նախաձեռնողները այս գործընթացի հիմա ասում են պարար թող կա Մայր Աթոռի դեմ իշխանության այս արշավը առիթ է գեներացնելու փողոցը եւ զուգահեռելու գործընթացները։ Դրա համար պետք է սկսել փողոցից, ոչ թե impeachment-ը պետք է պարլամենտից սկսել, պետք է սկսել փողոցից, փողոցով պետք է լայն շարժումը տանել, լայն շարժման արդյունքում իսկապես ձևավորեն մի հատ մեծ միասնական բռունցք, ոչ թե իրար մեջ կռիվ գցել, իրար մեջ կծմոտել բաներ, որը խանգարում է միասնական մթնոլորտի ձևավորմանը, այլ այդ բռունցքը ստեղծել, բռունցքի միջոցով Հայաստանում ձևավորվել այնպիսի մթնոլորտ, ամբողջ Հայաստանում մեկ, ոչ միայն Երևանի կենտրոնում, ամբողջ Հայաստանով մեկ արդեն ժողովրդին ոտքի հանել եւ սկսել բանակցությունները իշխանական շրջանակներից, որպեսզի կարողանաս անցկացնել քո կողմը։ Որ պահին որ ուժային կառույցները անցան ժողովրդի կողմը, ես երաշխիք եմ տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ինքնակամ կհեռանա։ Միայն այդ ժամանակը հնար, այսինքն դուք լավատես եք, պարոն Բոզյան, նա ինքնակամ կհեռանա։ Չէ, ինքնակամ կհեռանա միայն այն ժամանակ, երբ որ տեսնի, որ արդեն impeachment-ը անխուսափելի է։ Դա այսինքն դա կլինի impeachment։ Impeachment-ը դա ինքնակամ հեռանալ, impeachment-ը նույն բանն է։ Երբ որ տեսնում է, որ ինքը արդեն պետք է հեռացվի, ինքն է հեռանում։ Դա շատ տրամաբանական։ Երբ ուժայինները այլևս չեն կատարի ժողովրդի վրա ըստ էության արգելված միջոցներ նետելու հրամանը, ինչպես եղավ ժողովրդի կողմը։ Իսկ որպեսզի ժողովրդի կողմը անցնեն, Հայաստանում պետք է ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի, համընդհանուր գործադուլ պետք է լինի եւ իշխանությունը պետք է հասկանա, որ այլևս չի կարող աշխատել։ Արդեն անկառավարելի է դառնում երկրի տնտեսական սոցիալական կյանքը։ Այսինքն մարդիկ արդեն ոտի են հլել, այսինքն այդ ժամանակ միայն հնարավոր կլինի։ Իսկ երբ որ դու այդ բաները չունես, արհեստական impeachment-ի գործընթաց ես տանում, այնպեսի տպավորություն է գալիս, որ ընդդիմադիր դաշտում ներքի մրցակցություն կա, մեկը մյուսին ուզում է վարկաբեկելու, որը շատ բացասական է անցալվում լայն հասարակության կողմից, եւ բոլորի համար տեսանելի է դառնում, որ այդ արհեստական խաղը ոչ մի կապ չունի Նիկոլ Փաշինյանի հեռացնելու հետ։ Այսինքն impeachment-ի գործընթացը, եթե ճիշտ հասկացած ես, process-ի միայն տեխնիկական կողմը պիտի ապահովի։
impeachment-ը պետք է սկզբից ստեղծես ներքևից ժողովրդին պետք է արթնացնես, ժողովրդին պետք է ոտի հանես, ժողովրդին ոտյան պետք է կազմակերպես, կոորդինացնես ամբողջ աշխատանքը, ինչպես որ Ղարաբաղ կոմիտեն կազմակերպեց 88 թվականին, ամբողջ Հայաստանով մեկ ստեղծես մի հատ փոթորիկ, այդ ժամանակ արդեն սկսես բանակցել իշխանության adekvat շրջանակներ, որպեսզի կարողանան իրանք տեսնելով, որ հնարավոր չէ այլևս կառավարել հին ձևով, իրենք հրաժարական կամ իրենք անցնեն ժողովրդի կողմը, եւ այդ ժամանակ արդեն падգամավորները արդեն տեսնելով, որ ամբողջ բալանսը փոխվել է իշխանության, իրենք արդեն ինքնակամ կանցնեն ժողովրդի կողմը։ Ինչպես որ եղավ, ասենք օրինակ նույն 2018 թվականին ինչ կատարվեց։ Ժողովուրդը, որ ամբողջ հայրեղված էր ժողովուրդը, ստիպված այն ժամանակվա նույն Բարգավաճը, նույն Դաշնակցությունը, նույն, չգիտեմ, այնտեղ երբ դաշինքը բան եւ նույնիսկ հանրապետականը ստիպված արդեն կատարեցին այն ինչ որ պահանջում էր փողոցը, չէ՞։ Դա այդ նույն տրամաբանությունն է, այսինքն առանց փողոցի դու ոչ մեկին չես կարող ուղարկես բան։ 18-ին փողոցի գեներացման հետ կապված հարցերն են շատ, որովհետեւ արտաքին նաեւ ներգրավվածության ու մասնակցության գործոնը առնվազն հերկված չէ, չպնդենք, բայց առնվազն հերկված չէ, ընդ որում ներողություն, այդ մասին նաև Ալիևն էր, չէ, խոսեր ֆինանսական միջամտությունների մասին։ Ընդհանրապես միշտ էլ նման տիպի գործոնների ժամանակ արտաքին գործոնը միշտ կա, բայց վճռականը ոչ թե արտաքին գործոնն է լինում, այլ ներքին գործոնը։ Ես 100% եմ ասում։ Մեր հասարակության մեջ տարածված է բամբասանքի նման այն բանը, որ դրսի ուժերն են գալիս անում, բան, դրանք սա բամբասանքներ են, հավատացեք ձեզ։ Ես անկեղծ ասեմ ձեզ, բոլոր հեղափոխությունների պատճառը ներքին պատճառներն են։ Արտաքին ուժերը օգտագործում են դա։ Ներքին խնդիրները որ չլինեն, ոչ մի արտաքին ուժ։ Արդյոք ամեն ինչ իսկապես այնպես էր, ինչպես նկարագրվում է իբրև թե հեղափոխություն, այստեղ հարցերը շատ են ու կարծում եմ մինչև վերջ չպարզաբանված։ Շատ հարցեր կան, որ չեն բացահայտված, բայց ես հավատացեք ձեզ ասեմ ձեզ, որ այռուցի բաժին այդ process-ների կապված են ներքին գործոններով։ Եթե ներքին խնդիրները չլինեն, թե ներքին դժգոհությունը չլիներ, ոչ մի արտաքին ուժ չէր կարող այդ խնդիրները լուծել։ Դա եւ Վրաստանին է վերաբերվում, եւ Ուկրաինային է վերաբերվում, եւ Մոլդովային է վերաբերվում, եւ արևելյան երկրների, արևելյան Եվրոպայի երկրների եւ Հայաստանին է վերաբերվում։ Ես անկեղծ եմ ասում, այդ տիպի հեղափոխությունները մենակ Հայաստանում չի կատարվել։ Բոլոր աշխարհի բոլոր երկրներում կատարվել եւ բոլորի փորձերը արդեն գիտեն եւ նույն սցենարով են գնում։ Եվ որտեղ որ կա դժգոհություն, այդտեղ է հնարավոր հեղափոխություն։ Որտեղ որ չկա դժգոհություն, դու չես կարող արհեստական հեղափոխություն։ Սա է գլխավոր հարցը։ Չենք խոսում, ես այլ բան նկատի ունեի։ Շնորհակալ եմ կարծիքի համար, հարցազրույցին սպասեք վաղը։